Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հրապարակախոս Վարհամ Աթանեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը Եվդակիմովը օրերս այցելել էր Ղարաբաղ եւ այնտեղ հայտարարություն արել, որ արդեն 7-րդ անգամ է այցելում իր բառերով ասած ազատագրված Ղարաբաղ։ Ըստ էության ստացվում է, որ խաղապահ ուժ ներկայացնող պետությանը ներկայացնող անհատը նման հայտարարություն է անում, սա ինչի մասին է խոսում, խաղապահները այնտեղ ազատագրելու համար էին։ Ու եթե խաղապահ զորախմբի ներկայությամբ տեղի ունեցել ահաբեկչական պատերազմ եւ էթնիկ զտում, ապա դեսպանի հայտարարությունը այսօր զարմանք չի հարուցում կոնկրետ ինձ մոտ։ Երկրորդ Ռուսաստանի դեսպանը միակը չէ, որ այցելում է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ, այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ նույնպես այցելում են։ Ես կարծում եմ իմաստ չունի նման երևույթներին այսպես խոր սկզբունքային կարևորություն տալ, ունենք այն ինչ որ ունենք, եւ եթե այս վերաբերմունքով առաջնորդվել ունենք, ապա հայ-թուրքական երկխոսություն ընդհանրապես չպետք է լինի, որովհետև պատերազմի թիկունքին կանգնած է եղել Թուրքիան։ Բայց մենք այսօր Թուրքիայի հետ հարաբերություններ։ Դե ամեն դեպքում Թուրքիան այնտեղ նաև խաղապահ զորքեր չի ունեցել, իսկ Ռուսաստանը խաղապահ զորքեր է ունեցել։ Թուրքիան ներգրաված է եղել որպես հրադադարի պահպանման, մշտադիտարկման ռուսական կենտրոնի կողմ, այսինքն Թուրքիան զորք չի ունեցել այնտեղ, բայց ռազմական ներկայություն ունեցել է։ Ես ընդհանրապես եմ ասում, ընդհանրապես եթե մենք սկզբունք ընդունենք հարաբերությունների չափման այդ միավորը, բազմաթիվ երկրների հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չպետք է ունենանք։ Թվարկեմ հիմա Բելարուս, Ուկրաինա, Թուրքիա, Իսրայել, Պակիստան։ Այսինքն օրինաչափ է Եվդակիմովի հայտարարությունը։ Ես չեմ ասում օրինաչափ, ես ասում եմ մենք ունենք այն ինչ որ ունենք, ասենք իրավիճակը պետք է գնահատենք սթափ, սառը եւ փորձենք ոչ թե նոր հակասություններ ձեռք բերել, այլ եղած հակասությունները հաղթահարել, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Իսկ դրան պետք է որևէ անդրադարձ լինի, նկատի ունեմ դիվանագիտական մակարդակում եւ կամ պաշտոնական մակարդակում պետք է լինի։ Բաքվում Ռուսաստանի դեսպանին մենք չենք կարող հրավիրել Հայաստանի արտգործնախարարություն եւ նոտա փոխանցել։ Ընդհանրապես այդ հայտարարությունը իր իմաստով եւ այսօրվա գետնի վրա իրավիճակի տիրույթում այն չէ, ինչը պետք է հարուցի հայ-ռուսական դիվանագիտական այսպես ճակերտավոր ասած փոխհրաձգություն։ Ես չեմ տեսնում, իմաստ չեմ տեսնում, ասենք արտաքին գործերի նախարարի մակարդակով կամ նախարարության մամուլի խոսնակի մակարդակով ինչ որ հայտարարություն արվի։ Գուցե քաղաքական շրջանակներից ինչ որ արձագանքներ կամ ասենք քննադատական կամ շտամբանքի խոսքեր հնչեցվեն, բայց ավելին ցանկալի չէ։ Լավ, վերադառնանք արդեն Զախարովայի հայտարարություններին։ Զախարովան վերջերս ուղիղ այսպես հայտարարություն արեց կապված Վարդան Ղուկասյանի հետ, նախ ասաց, որ իրավապահ համակարգը Հայաստանում ազատ է եւ կարող է գործել այնպես ինչպես ուզում է, բայց հետո սկսեց գնահատականներ տալ, ասում է ինչու են մարդուն ընդամենը իր կարծիքը ասելու համար ձերբակալել, նկատի ունի միութենական պետության կազմ մտնելու առումով, ասում է այդ հայտարարության մեջ որտեղ է հանցակազմ տեսել իրավապահ մարմինները։ Հիմա որ Հայաստանում շատերը հայտարարում են, որ ուզում են Եվրամիության անդամ դառնան, այդտեղ հանցակազմ չկա, այսինքն նույնն է։ Հիմա նորմալ է այս հայտարարությունները եւ նաեւ նորմալ է նույն հարթության վրա դնել Եվրամիության անդամակցելը եւ միութենական պետության կազմում ներգրավել, այսինքն Վարդան Ղուկասյանի հայտարարությունները եւ ԵՄ-ին անդամակցելու հայտարարությունները հավասարազոր են։ Իհարկե հավասարազոր չեն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ մամուլի խոսնակը առաջին անգամ չէ որ Հայաստանի հասցեին ճակերտերով ասած էկզոտիկ հայտարարություններ անում, այդ շարքի ինքնախոստովանություն է դա, ես այսպես կգնահատեմ, ինչը միանգամայն հիմնավորում է Հայաստանի քաղաքական շրջանակների, քաղաքական ուժերի մեծամասնության այն տեսակետը, որ
Գյումրիի քաղաքապետի, համայնքապետի ընտրությունները անցկացվել են արտաքին սցենարով, այդ արտաքին սցենարիստը պարզ նպատակ է ունեցել նույնը կրկնել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ Այդ փորձը Ռուսաստանը կիրառել է Մոլդովայում էլ նույնպես մի քանի ընդդիմադիր ուժեր, այսպես ձայներ, քվեներ խլելու տարբերակով պետք է գային իշխանության։ Ու Մոլդովայի ընտրությունները կարելի ասել փրկվել են շնորհիվ արտերկրում ապրող մոլդովացիների տված քվեների։ Ու Զախարովայի հիասթափությունը հասկանալի է։ Ուղղակի դարձյալ չպետք է տեսարաններ ստեղծել դրա շուրջ, այլ խորքով գնահատել իրավիճակը, խորքով կանխատեսել հնարավոր սցենարները, որ կարող են կիրառվել Հայաստանում, եւ քարոզարշավը եւ նախապատրաստական աշխատանքներն ու ընդհանրապես հանրության հետ քաղաքական շփումները կառուցել այն սկզբունքով, որ 2026 թվականի Հայաստանի ընտրություններում չբախվենք Գյումրիի կրկնօրինակի։ Պարոն Աթանասյան, սրանով է պայմանավորված, նկատի ունեմ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ վերջին շրջանում կարծես թե ավելի ակտիվ հայտարարություններ են ստանում Մոսկվայից։ Մի շրջան կար, որ բացակայում էին այդ հայտարարությունները, հիմա Զախարովան է հայտարարում, Լավրովն է հայտարարում, ամենայն Ռուսիո պատրիարքի խորհրդականն է խոսում այստեղ տեղի ունեցող զարգացումների մասին եկեղեցու շուրջ եւ այսպես շարունակ։ Սա ինչպես հասկանալ, հենց այդ համատեքստում խորհրդարանական ընտրությունների։ Ըստ երևույթին այո, որովհետև Ռուսաստանը ներկայումս փորձում է ազդեցությունը վերահաստատել ամբողջ հետխորհրդային տարածքի վրա եւ չեն թաքցնում։ Բացահայտ այդ մասին ասվում է, որ հետխորհրդային տարածքը պետք է լինի Ռուսաստանի շահերի ազդեցության գոտի։ Որոշ առումներով տեսակետներ են հնչում, որ Ալյասկայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահ իբր պայմանավորվել են ազդեցության ոլորտների վերաբաշխման կամ վերաբաժանման կամ համատեղ կառավարման հարցերի շուրջ, բայց Բուդապեշտում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հետաձգումը Ռուսաստանում շատ դրամատիկ են ընկալել։ Դրամատիկ այն առումով, որ եթե Միացյալ Նահանգները դուրս են գալիս Ռուսաստանի հետ բանակցային ռեժիմից եւ սատարում են Միացյալ Թագավորությանը, Մեծ Բրիտանիային, ապա Ռուսաստանը ուկրաինական պատերազմում ոչինչ չի շահում։ Դու որպեսզի պոստխորհրդային տարածքում, այսպես ասած, կենտրոնախույս զարգացումները կանխեն կամ ինչ-որ ձևի կառավարեն, Ռուսաստանից պարբերաբար հնչում են նման հայտարարություններ ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների հասցեին, ասենք Մոլդովայի հասցեին, նույնիսկ Ղազախստանի հասցեին շատ կոշտ հայտարարություններ անում։ Իմ կարծիքով վճռական փուլ է լինելու նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ կենտրոնական Ասիա երկրներ գագաթաժողովը, եթե այնտեղ սկզբունքային համաձայնություններ ձեռք բերվեն, գոնե քաղաքական մակարդակով ինչ-որ բան հռչակագրվի, ապա պետք է սպասել, որ Մոսկվան հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ ճնշումը մեծացնելու, այդ թվում նաև Հայաստան։ Այսինքն նոյեմբերի 6-ից է կախված, թե ինչ որոշման կգան։ Եթե Միացյալ Նահանգները եւ Կենտրոնական Ասիայի երկրները գան քաղաքական համաձայնության, ասենք քաղաքական հռչակագիր ընդունվի, որ Միացյալ Նահանգները ահա այս ծրագրերում աջակցելու է Կենտրոնական Ասիայի երկրներին, Կենտրոնական Ասիայի երկրները այս հարցերում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքականության ծիրի մեջ են կամ մոտենում են նրան կամ
նախապատվությունը տալիս են դրան, բնականաբար Մոսկվան կոշտացնելու է վերաբերմունք ամբողջ հետ խորհրդային տարածքի երկրների եւ տեսեք, ասենք շուրջ 1 ամիս է Ադրբեջանում են ներքին խմորումներ ծավալվում կապված աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի կալանավորման հետ եւ այդ ամբողջ process-ը ներկայացում է Ռուսաստանից ձերբազատվելու Ադրբեջանում Ռուսաստանի 5-րդ զորասյունը կազմացրելու, ոչնչացնելու քարոզչությամբ։ Ու այստեղ իմ կարծիքով գնահատականը միանշանակ լինել չի կարող, որովհետեւ մենք ամեն դեպքում գործ ունենք Իլհամ Ալիևի հետ, ով ինքը տարածաշրջանում մոտ 40 դար եղել է ռուսական 5-րդ զորասյուն։ Իրականացրել այն քաղաքականություն, ինչ որ իրեն թելադրել են Մոսկվայից։ Հիմա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուց հետո Ալիևը փորձում է ներկայացնել, որ ինքը Մոսկվայից անցում է կատարում դեպի այլ քաղաքակրթական կամ աշխարհակաղակական համակարգ, ես անձնապես խոր կասկածով եմ վերաբերում այդ գործընթացին, բայց փաստ արձանագրել պարտավոր ենք, որ նաև Ադրբեջանում է, այսպես Ռուսաստանի 5-րդ զորասյան դեմ կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր իրականացում, բայց ասենք զուգահեռաբար Վրաստանում բոլորովին այլ գործընթացներ են, Վրաստանն էլ հեռանում է Եվրամիությունից, Եվրաատլանտյան քաղաքակրթությունից եւ կարծես թե բռնում է դեպի արևելք ճանապարհը ու իհարկե Վրաստանի պարագայում մեծ է Չինաստանի ազդեցությունը, որը հսկայական ներդրումներ է կատարում Վրաստանում։ Բարդ խճանկար է այստեղ ծայրահեղությունների մեջ ընկնել եւ ոչ պատշաճ բառապաշար օգտագործել, ես կարծում եմ մեզ չպետք է հարիր լինի։ Այս իրավիճակը եւ հնարավոր զարգացումները պետք է կանխատեսվեն ստապ սառը դատողությամբ եւ իհարկե մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, որ կարծում եմ Հայաստանի պատկան մարմինների գործն է մանավանդ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, արտաքին հետախուզական ծառայության։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ Հայաստանը պետք չի առանձին դիտարկել, նաև պետք է տարածաշրջանային իրողությունները Հայաստանը առանձին դիտարկել, եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն ունենանք։ Օրինակ տարածիորեն 3 Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը, որ նաև Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչն է Մերձավոր Արևելքում, հայտարարել է, որ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը մի ճանապարհի վրա են։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է մասին, որ մենք լավագույն ցանկության դեպքում անգամ Հայաստանը չենք կարող առանձնացնել եւ տարիներ, տասնամյակներ շարունակ մեր փորձագիտական, լուծաբանական հանրության կոպիտ վրիպումներից մեկն էլ այն է եղել, որ թվացել է, թե առանձին հնարավոր է կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը աշխարհակաղակական ընդհանուր կոնտեքստից դուրս։ Դիտարկում ենք Լեռնային Ղարաբաղի առանձին հարց։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի առանձին հարց երբեք գոյություն չի ունեցել։ Եվ չէր կարող գոյություն ունենալ, եւ չէր կարող առանձին լուծում ստանալ։ Չէ՞, տարիներ շարունակ ավելի քան 2 տասնամյակ քառորդ դար Հայաստանում ինչ խոսույթ է իշխել։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Ինչպես կապ չունի։ Եթե կապ չունի, ինչու 1993 թվականի Քելբաջարի ռազմագործողությունից հետո Թուրքիա փակեց Հայաստանի հետ սահման։ Մինչ այդ որոշակի հաղորդակցություն կա, այսինքն Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառում է ճշնամական ակցիա, շրջափակումը դա պատերազմական ակցիա է։ Մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Թուրքիայի հետ։ Ինչ կապ ունի Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, եւ բոլորին համար ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես պետություն ինքնին գոյություն չունի։ Ադրբեջանը թուրքական պրոտեկտորատ է, եղել է ռուս-թուրքական պրոտեկտորատ։ ԽՍՀՄ տապալումից, ԽՍՀՄ փլուզումից հետո լիովին վերածվել է թուրքական պրոտեկտորատի եւ երբ Միացյալ Նահանգների նախագահի Մերձավոր Արևելքում ներկայացուցիչ ասում է Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը գնում ընտրել են մի ճանապարհի վրա են, բայց օրինակ Վրաստանը չի նշում, սա արդեն անհանգստացնող է։
Անհանգստացնող է, որովհետև մյուս կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարեց, որ նախապատրաստում է 3+3 ձևաչափի հանդիպում։ Այդ 3+3-ը գոյություն չունի։ Կա 3+2։ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան եւ Հայաստան, Վրաստանը չի մասնակցում։ Ես օրինակ տպավորություն ունեի, որ այսօրվա իրավիճակում Վրաստան կարող է մասնակցել։ Բայց երբ Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպանը Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա մի ճանապարհի ճամփորդներ է տեսնում, բայց Վրաստանի մասին չի խոսում, սա նույնպես անհանգստացնող է։ Եվ այստեղ էմոցիոնալ շեշտը բարձրացնել կամ գնել ծայրահեղ հորետեսականության գիրկը օգտակար չէ, նույնիսկ կարող եմ ասել վնասաբեր է եւ մեր հանրության, մեր պետական ինստիտուտների քաղաքական համակարգի խնդիրն է ձերբազատվել, հնարավորինս ձերբազատվել ներքին տարաձայնություններից, մեկը մյուսին վերագրումներ անելուց եւ ամբողջ պոտենցիալը գիտական, մասնագիտական, ինֆորմացիոն եւ այլ բաղադրիչների պոտենցիալը համատեղել, որպեսզի մենք իմանանք, թե 21-րդ դարի 4-րդ տասնամյակում, հիմա 3-րդ տասնամյակի մեջ ենք, 4-րդ տասնամյակում մենք ինչ Հայաստան ենք ունենալու։ Պարոն Աթանասյան, իսկ թե 21-րդ դարի 4-րդ տասնամյակում մենք ինչ Հայաստան ենք ունենալու, դա կապ ունի, չէ՞, այսօրվա իրողությունների հետ, նույն սահմանների այդ շրջափակման առումով, որովհետև գիտեք, Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի հետ այդ սահմանների բացելը դեռևս միանշանակ չի ընկալվում, ավելին, երբ որ Թուրքիայից եւ կամ Ադրբեջանից լավատեսական հայտարարություններ են հնչում այդ իմաստով, այստեղ որոշակի շրջանակներ, այդ թվում նաեւ խորհրդարանական ընդդիմությունը սա որակում է որպես այ տեսեք, որ հիմա գնում ենք թրքացման կամ որ տարածաշրջանից Ռուսաստանին քշում ենք, գնում ենք դեպի Թուրքիա եւ այս խոսույթները նախընտրական տրամաբանության մեջ են թե ոչ, բայց ամեն դեպքում գոյություն ունեն։ Այսինքն համառորեն որոշակի շրջանակներ փորձում են ապացուցել, որ սա դեպի թրքացում տանող ճանապարհ է եւ կամ այս ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանում։ Հիմա ինչպես պիտի թացը չորից, այսպես ասեմ, զանազանել։ Ես ասացի, որ հնարավորինս պետք է ձերբազատվել կանխատրամադրվածությունից, վերագրումներից, ես նկատի ունենալով դա։ Նույնիսկ նպատակահարմար չեմ գտնում ես հրապարակայնորեն բացել փակագծեր եւ ասել այ կողմերից մեկը ճիշտ է ասում, մյուսը սխալ է ասում, բայց ոչ մի տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն չկա Հայաստանը թուրքացման տանող քարոզչության, ասենք այն քարոզչության, որ իբր Հայաստանը գնում է դեպի թուրքացում, եւ այն մարդկանց միջև, ովքեր առ այսօր պնդում են, որ Հայաստան պետք է միութենական պետության մաս կազմի։ Նույն։ Եվ այստեղ հարցը չեմ կարողանում ես կողմնորոշվել, օրինակ ասենք էմոցիոնալության մեջ է, մարդիկ չեն կարողանում իրենց էմոցիաները զսպել, ծայրահեղ հայրենասիրական զգացմունքներ ունեն, որ նույնիսկ Արարատ լեռան նայելիս արտասվում են, սրանք արդեն չեն կարող լինել քաղաքական գործիչներ, որտեղ քաղաքական գործիչ պետք է սառը պրագմատիկ դատողություն ունենա։ Իսկ քանի որ նրանք քաղաքական գործիչներ են եւ չեն արտասվում բնականաբար, այդ խոսույթը պետք է ընկալել այնպես, որ նրանք ունեն 21-րդ դարի 4-րդ տասնամյակի Հայաստանի իրենց պատկերացումը։ Եվ այդ պատկերացումը սկզբունքորեն խորթ է հայկական ինքնությանը, հայ ինքնությանը սկզբունքորեն խորթ է։ Խորթ է նրանով, որ հայ հանրությունը, հայ ինքնությունը, ընդհանուր առմամբ հանդուրժողական է, նույնիսկ ալտրուիստ, ուրիշներին ավելի բարձր գնահատող, քան իրեն, ինչ-որ առումով նիհիլիստ սեփական հնարավորությունների հանդեպ նիհիլիստ եւ հայությունը միշտ ձգտել է աշխարհի հետ ունենալ ազատ
հաղորդակցություն։ Գիտական, կրթական, մշակութային, այսօր նաև տնտեսական, որտեղ Հայաստանը արդեն այնպիսի պոտենցիալ է հավաքում, որ կարող է լինել նաև տնտեսական գործընկեր, կոմունիկացիոն գործընկեր, այսինքն մտնել աշխարհաքաղաքական, այսպես ասած, տրեկի մեջ, ոչ թե մնալ դուրս, կղզիացած, մեկուսացված, կույրաղիկ։ 30 տարի Հայաստանը եւ ավելին, 35 տարի է արդեն, Հայաստանը շրջափակված է։ Իսկ շրջափակված երկիրը զարգացման հեռանկար ունենալ չի կարող։ Դու միայն ավտոմոբիլային տրանսպորտով, ռազմավիրական ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելով չես կարող համաշխարհային, չեմ ասում, նույնիսկ ռեգիոնալ տնտեսության դերակատար լինել, բաղադրիչ լինել։ Ես տնտեսագետ չեմ, ես դատում եմ քաղաքական կատեգորիաներով։ Հիմա այս ապաշրջափակումը, ճանապարհների բացումը, երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին նախնական պայմանավորվածությունները ինչու են անհանգստացնում։ Ես կարծում եմ չպետք է անհանգստացնեն լուրջ քաղաքական գործիչներին, որովհետև Հայաստանը ինչքան ազատ, այնքան իրենց համար լավ։ Քաղաքական պայքարի, քաղաքական այլընտրանք ներկայացնելու, իշխանության ձգտելու համար բաց Հայաստանը ավելի լավ միջավայր է, քան փակը։ Փակ երկրում ինչ է գործում։ Փակ երկրում գործում է այն, ինչ որ 10 տարի առաջ հանրապետական կուսակցության գործիչներից մեկն է ձևակերպել։ Դու բարձ հայտարարեց, որ Հայաստանում դեպի իշխանություն ճանապարհ անցնում է Մելիք Ադամյան փողոցով։ Այսինքն հանրապետական կուսակցության գրասենյակը պետք է օրհնի դեպի իշխանություն ցանկացած քաղաքական ուժի ճանապարհը, չէ՞։ Դրա պատճառով, նաև այդ պատճառով դրա համար եղավ 2018 թվականի հեղափոխությունը, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, թե ոչ ժողովրդական, չեմ կարող ասել, բայց 2018 թվականի իշխանափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որտեղ հոգնել էին։ Ինչքան կուզենամ, այնքան տոկոս կխփեմ։ Իշխանության ճանապարհը անցնում է Մելիք Ադամյան փողոցով։ Այս խոսույթից մարդիկ ձանձրացել են, հոգնել էին։ Հիմա միջազգայինորեն եւ տարածաշրջանային ազատություն ստացած Հայաստանը քաղաքական, մշակութային, կրթական գործունեության ամենահոյակապ ասպարեզն է, բայց մարդիկ բողոքում են, ասում են, հիմա դե լավ վարչապետը մեզ արգելում է Արարատի մասին բանաստեղծություն գրել։ Ոչ ոք էլ չի արգելում, գրեք բանաստեղծություն, եթե այդ բանաստեղծությունը ունենալու է, ասենք, Եղիշե Չարենցի բանաստեղծության պոեզիայի մակարդակը։ Պարոն Օթանեսյան, հիմա էլ կարծես է, քանի որ 18 թվականից խոսեցիք եւ այդ համընդհանուր շարժումից, հիմա էլ պահանջ կա կաթողիկոսի հեռանալու հետ կապված։ Եվ գիտեք, արդեն 2 շաբաթ է Հովանավանքում պատարակ է անցկացվում, որին մասնակցում է նաեւ վարչապետը, իսկ Մայրաթորից դա որակում են որպես պղծություն, որովհետեւ այն մատուցում է կարգալույց եղած քահանան ըստ էության, եւ Մայրաթորում էլ այս կիրակի աղոթում էին քաղբանտարկյալների համար Աջապահյանի, Գալստանյանի, Սամվել Կարապետյանի եւ այսպես շարունակ փոխադարձաբար պատարակներ են մատուցում Մայրաթորում, Հովանավանքում տեղի ունեցողը սրբապղծություն են որակում եւ գիտեք, յուրաքանչյուր կողմը ունի իր պահանջը, պահանջ կա, որ կաթողիկոսը պիտի հեռանա։ Հիմա ինչու՞մն է խնդիրը եւ ինչ է տեղի ունենում ըստ ձեզ իրապես Հովանավանքում տեղի ունեցողը սրբապղծությունը ինչպես որակում են Մայրաթորից եւ հանգուցալուծումը ամենակարևորը ո՞րն է, պարոն Օթանեսյան։ Ես չեմ կարող դավանաբանական այդպես կրոնական հարցերի շուրջ դատել, որովհետև ինքս հավատացյալ չեմ։ Բայց ես գիտեմ, որ տասնամյակներ շարունակ, երբ Լեռնային Ղարաբաղում ոչ մի եկեղեցի չի գործել եւ ոչ մի հոգեվարական չի եղել, մարդիկ միևնույն է գնում էին եկեղեցի, մոմ էին վառում, աղոթում էին եւ մատաղ էին մատուցում։ Հիմա Հովանավանքում օծյալ քահանա է պատարակ հասկացնում, թե կաթողիկոսի կողմից կարգալույց եղած, էականը պատարագը ինք երևույթն է եւ այդ պատարակի խորհուրդ, որն է այդ պատարակի խորհուրդ։ Ու նորից եմ ասում, քանի որ ես հավատացյալ չեմ, այդ հարցերում չեմ կարող դատողություններ անել, բայց
Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես հայ եկեղեցու հետևորդ, ի վերջո ազատ է Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած եկեղեցում ներկա գտնվել պատարագի եւ օրդություն ստանալ այլ հոգեվորականից, որին ինքը ճանաչում է որպես օծյալ, սա ցանկացած մարդու իրավունք է։ Ստեփանակերտում տարիներ շարունակ հոգեվորական, կարգալույց եղած հոգեվորական է աշխատել, ոչ որպես եկեղեցու սպասավոր, բայց մարդկանց մեծամասնությունը գնում էին նրանից էին օրդություն ստանում կամ նրան էին խոստովանություն անում ինչ-որ բան, բայց մարդը կարգալույց էր։ Ու նաև բժշկական խորհուրդներ էր տալիս, ցավոք այս պատերազմից հետո նա ծանր հիվանդություն ստացավ եւ հիմա մեր շարքերում չէ, ասենք երկրային կյանքին հրաժեշտ է տվել, բայց ոչ ոք չէր կարող ասել, թե մարդը ինչու է խորհուրդ հարցնում հենց այդ կարգալույց հոգեվորականից եւ ոչ թե ասենք վազանչեցոց եկեղեցու հոգեվոր սպասավորից։ Բայց իհարկե սա երևույթի ես կարծում եմ արտաքին դրսևորումն է, մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել ասելու, որ եկեղեցու եւ վարչապետի կառավարության ու իշխող քաղաքական ուժի հակասություն քաղաքական է։ Այսինքն կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու խնդիրը չի այստեղ։ Կուսակրոնության ուխտը խախտել է այս հարցը իհարկե կարևոր նշանակություն ունի, որովհետև եկեղեցին ազգային ինստիտուտ է եւ այդ ազգային ինստիտուտը պետք է իր ամբասիր կերպարը պահի։ Բայց խնդիրը նրանում է, որ հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմից հետո դարձել է քաղաքական ընդդիմություն։ Ինչով է դա պայմանավորված, պարոն Նաթանյան, միգուցե պատերազմի այդ պահն է շատ ծանր։ Ես առիթ եմ ունեցել, ասել եմ, կարծեմ Facebook-ում գրառումել եմ կատարել, որ եթե կաթողիկոսը եւ ասենք եպիսկոպոսած ժողովը տեսնում է Հայաստանի մի այլ ապագա, քան գործող իշխանությունը եւ քաղաքական մեծամասնությունը, ապա ամենայն հայոց կաթողիկոս կարող կոնդակով դիմել Հայաստանի հայ ժողովրդին, համայն հայությանը եւ ասել, որ ահա ես երաշխավորում եմ, որ 2040 թվականին կամ 41 թվականին մենք ունենալու ենք այսպիսի Հայաստան։ Սա կլներ ազնիվ։ Երբ չկա նման հրապարակային խոսք, եւ չկա նման հրապարակային պատասխանատվություն, ապա եկեղեցու սպասավորների մասնակցությունը ընդդիմադիր շարժումների եւ նույնիսկ հովանավորությունը սա արդեն քաղաքական խնդիր է, որ ես կարծում եմ աշխարհի ոչ մի երկիր հոգեվորական, կրոնական նման ինստիտուտ, նման հիերարխիա չունի եւ չի կարող ունենալ։ Այսինքն նույնիսկ Վատիկանը։ Իսկ այդ պահանջը, պարոն Աթանասյան, արդյոք լեգիտիմ եք համարում, որ կաթողիկոսը պիտի հեռանա, որովհետև այս իմաստով էլ տեսնում ենք, որ կան որոշ հոգևորականներ, որոնք ասում են, որ կաթողիկոսը իր տեղում է եւ անգամ եթե իրեն կալանավորեն, կալանավայրից կիրականացնի իր գործառույթները եւ այսպես շարունակ։ Պահանջը կա, բայց ամեն ես հիմա ստիպված եմ ասել, որ չի կարելի թուրք տալ այդ այսպես կոչված եկեղեցապաշտ մամուլի եւ քաղաքական շրջանակների այդ քարոզչության, որ կաթողիկոս կարող է կալանավորվել, կաթողիկոս կարող է հայտնվել բանտում եւ բանտից ինչ որ գործեր։ Կաթողիկոս չպետք է կալանավորվի, կաթողիկոս չպետք է հայտնվի բանտում, կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ չպետք է հարուցվի։ Ես այդ կարծիքն եմ, բայց կաթողիկոսը ինքը պետք է հեռանալու որոշում կայացնի։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ինստիտուտը հայ եկեղեցու ինստիտուտը, Մայրաթորի, Լուսավորչի գահի ինստիտուտը հեղինակազրկվել է, եթե ոչ ամբողջությամբ, ապա առնվազն մասնակիորեն, հանրության մի մասը, մի զգալի մասը, այլևս Էջմիածինը չի ընդունում որպես սրբավայր, սրբատեղի, ապա նա պետք է հեռանա եւ հնարավորություն ստեղծի, որպեսզի եպիսկոպոսած ժողովը թե ազգային եկեղեցական ժողովը նոր կաթողիկոս ընտրի, հանուն հայ եկեղեցու հեղինակության եւ հանուն հայ կրոնական ինքնության
պահպանումը, չէ՞ որ ինքը եթե այսպես պատկերավոր ասենք, Գրիգոր Լուսավորչի փոխանորդն է։ Այսինքն կասկածել կաթողիկոսի կուսակրոնությանը, կասկածել նրա բարևարկությանը, կասկածել եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների վարքին, նշանակում է կասկածել Գրիգոր Լուսավորչին։ Այսինքն կաթողիկոս պետք է Գրիգոր Լուսավորչին փրկի իր կամավոր հեռանալով։ Բայց ես ամեն դեպքում ճիշտ եմ հասկանում, որ ամենամեծ մեղքը կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտել չխախտելը չէ, որովհետև այս ընթացքում վստահ եմ դուք էլ եք լսել ամենատարբեր մեղադրանքների, հայտարարությունների մասին, տեսաձայնագրություններ ամենատարբեր։ Դե գիտեք, կաթողիկոսը որ կաթողիկոս կուսակրոն չէ, այդ մասին խոսակցություններ կային դեռևս 2018 թվականի իշխանապողությունից տասնամյակ առաջ։ Կաթողիկոսի ընտրության վերաբերյալ կասկածանքներ միշտ էլ եղել են եւ մամուլում էլ դրսևորվել են, որ հոկտեմբերի 27-ին նրանք արդեն տեղյակ էին, որ ազգային ժողովում ինչ է կատարվել, բայց կաթողիկոսական ընտրությունները չեն հետաձգել։ Այսինքն բազմաթիվ, բայց արդեն այս 44-օրյա պատերազմից հետո իրավիճակում, երբ կաթողիկոսը վեհարանից վարչապետի հրաժարական է պահանջել, սա արդեն նշանակում է, որ եկեղեցին մտել է քաղաքական մրցակցության, քաղաքական պայքարի մեջ։ Ու դրանից հետո վարչապետը իր պաշտոնավարման լեգիտիմության հարցը դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում, չէ, 2021 թվականին։ 2021 թվականին վարչապետի վերընտրությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսը պետք է իր տեղը զիջեր։ Ոչ թե պաշտոնը զիջել, այլ քաղաքական դիրքորոշումը զիջել, հարգելով շուրջ 700,000 հայ հավատացյալի կամքը, հայ առաքելական եկեղեցու հետևորդների կամքը, 700,000 մարդ քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ընդհակառակը դրանից հետո մեկի չի ականացել սեղանք։ Սրբազան շարժում, որ գլխավորում է Բագրատ Գալստանյանը, arczepiskopos, Կիրանցում ոսկեպարով դեպի Արցախ շարժում, ասիկա իմաստը որն է, դրա էականորեն ինչ հարց է փորձում լուծել։ Եկեղեցին նախաձեռնող է, թե քաղաքական պատվեր կատարող։ Եթե քաղաքական պատվեր կատարող է, ավելի վատ, որտեղ եկեղեցին հայոց եկեղեցին չի կարող լինել քաղաքական պատվեր կատարող։ Ինչ որտեղ կարելի է կաթողիկոսի ազնական ընդդիմադիր կեցվածքը ընդունել, պատմությունը գիտի։ Ոսեք Ներսես մեծը ժամանակին Պապ Թագավորի ամենամեծ քննադատն էր։ Բայց հիմա մենք կարող ենք օրինակ Ներսես մեծի կասկածել, որ նա կամ պարսիկների կամ բյուզանդացիների հրահանգով էր Պապ Թագավորի դեմ պայքարում։ Հա կարող ենք նման անալոգ տանել, ասենք այսօրվա կաթողիկոսը երրորդ երկրի, չորրորդ երկրի կամ երկրորդ երկրի քաղաքական նարատիվը բերում է Հայաստանի ներքաղաքական կյանք։ Այս դեպքում արդեն բոլորովին այլ եզրակացություններ պետք է անենք, ինչի ես չի ցանկանա անել, ճիշտ ասած։ Ինչ եզրակացության մասին է խոսքը, պարոն Աթանասյան, շատ կարճ։ Ինչպես։ Ինչ եզրակացության մասին է խոսքը։ Այդ խոսակցությունները, որ հայոց կաթողիկոսը կատարում է այլ երկրի քաղաքական պատվեր։ Ես չէի ցանկանա այդ եզրակացության գալ, բայց իրավիճակը եւ իրողությունները դրդում են նման ենթադրություն անել։ Իսկ նաև այդ խոսակցությունները, որ ԿԳԲ գործակալ են կաթողիկոսը, նրա եղբայրը, խոսակցություններ չեն պարզապես։ Դե գիտեք, այդ հարցին ժամանակին շատ հստակ եւ շատ անկեղծորեն պատասխանել է Իգոր Մուրադյանը, ովքեր խորհրդային միությունում ապրել եւ քաղաքականությամբ զբաղվել, նրանք եթե ԿԳԲ-ի գործակալ չեն եղել, ուրեմն իրենցից ոչինչ չեն ներկայացրել։ Շնորհակալ եմ, պարոն Աթանասյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հրապարակախոս Վահրամ Աթանասյանի հետ, կհանդիպենք։